Մի քանի օրից մանկական Եվրատեսիլի եզրափակիչն է, շոուի բեմն ու դեկորացիաները լիովին պատրաստ են։ Վրացի մասնակիցը արդեն ավարտել է իր փորձը։ Վրաստանը հյուրընկալում է մանկական Եվրատեսիլ 2025-ը։ Եզրափակիչ շոուն տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 13-ին ժամը 20:00-ին։ Եվրոպայի ամենահեղինակավոր մանկական մրցույթի եզրափակիչին կմասնակցեն 18 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Վրաստանի ներկայացուցիչը Ռանինա երգիախտող Անիտա Աբգարյանը։ Մանկական Եվրատեսիլ 2025-ում Վրաստանի ներկայացուցչի համար առցանց քվեարկությունը հնարավոր կլինի ինչպես Վրաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրից։ Խորհրդարանի նախագահը սոցիալական ցանցում կրկին անդրադառնում է Ալեկո Էլիսաշվիլիի գործողություններին։ Անցել է 10 օր այն բանից, երբ Հզոր Վրաստան լելու կուսակցության առաջնորդներից մեկը ձերբակալվեց ահաբեկչական գործողություն կատարելու փաստի առթիվ։ Նա ինքն էլ խոստովանեց հանցագործությունը եւ հաստատեց իր քաղաքական դրդապատճառը։ Ահաբեկչության նկատմամբ քաղաքական չեզոքություն չկա։ Կուսակցությունները, որոնք խրախուսում են ահաբեկչությունը կամ ունեն դրա վերաբերյալ երկիմաստ դիրքորոշում, իրենք են սպառնալիք ներկայացնում ժողովրդավարության համար, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի դատավարության ժամանակ լսել են մեղադրանքի կողմի վկաներին։ Լսվել է Թբիլսերվիս գրուպի տեխնիկական ծառայության աշխատակից Դավիթ Միսիրելին։ Նա խոսել է Ռոմեո Միկաուտաձեի 2019 թվականին Թբիլսերվիսի տնօրենի պաշտոնում աշխատելու եւ MayJP հետ չեղյալ հայտարարված պայմանագրի մասին։ Վկան կենտրոնացել է գործի մանրամասների եւ իր կողմից շահած մրցույթի վրա։ Կրկին ուշադրության կենտրոնում է Փարայի փաստաթղթերը։ Այս անգամ հարցը վերաբերում է ազգային շարժման կողմից լոբինգի համար վճարված միջոցներին։ Ըստ հաղորդագրությունների 2025 թվականին ազգային շարժումը լոբիստական գործունեության համար վարձել է Նելսոն Մալինս ընկերությունը, որը ընթացիկ տարվա հունիսից ի վեր արշավ է անցկացնում Վրաստանի վերաբերյալ։ Նպատակն է քննադատական հոդվածներ եւ սյուժետներ հրապարակել Վրաստանի եւ բարեկամական ակտի մասին որոշակի լրատվամիջոցներում։ Վրացական երազանքը նշում է, որ ազգային շարժումը վարձում է լոբիստական ընկերություններ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում ոտնահարելու համար։ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված ԱՄՆ-ի ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը քաղաքական գնահատականների թեմա է։ Ռազմավարությունում նշվում է, որ եվրոպացիների մեծամասնությունը ցանկանում է խաղաղություն, սակայն այդ ցանկությունը չի արտացոլվում քաղաքականության մեջ հիմնականում իրենց կառավարությունների կողմից ժողովրդավարական գործընթացների խաթարման պատճառով։ Այսօր իրավական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց օրենքի նախագիծ, որի համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից նախկին Հարավային Օսիայի ինքնավար մարզի տարածքում կվերածվի ժամանակավոր վարչատարածքային միավորը։ Համապատասխան օրենքի նախագիծը նախատեսում է չեղյալ հայտարարել նախկին Հարավային Օսիայի ինքնավար շրջանում հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան պայմանների ստեղծման մասին եւ Վրաստանի տարածքում նախկին Հարավային Օսիայի ինքնավար շրջանում հակամարտության զոհերի գույքի վերականգնման եւ փոխհատուցման մասին վրացական օրենքները։ Իշխող թիմը պնդում է, որ 2006 թվականի ազգային շարժման որոշումը անուղղակիորեն օրինականացրել է անջատողական գործընթացները եւ որ փոփոխությունները պայմանավորված են դրանով։ Թբիլիսիում քննարկման առանցքայնում է նաև Թրամփի վարչակազմի կողմից ոչ կառավարական կազմակերպությունների եւ տարբեր հիմնադրամների ֆինանսավորման քաղաքականության փոփոխությունը։ Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետքարտուղարը այս հարցի մասին խոսել է նախորդ շաբաթվա վերջին։ Մարկո Ռոբիոն Քենիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խախտել գործող մոդելը եւ օգնություն տրամադրել անմիջապես գործընկեր երկրներին, այլ ոչ թե ոչ կառավարական կազմակերպություններին։
Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում գործընկերության հեռանկարները։ Քննարկումը տեղի ունեցել կառավարության աշխատակազմում։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն արձագանքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, որ սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարմանը։ Պաշտոնական տեղեկության մեջ ասվում է. 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով և Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։ Վարչապետի որոշմամբ երկաթուղուն անմիջապես հանձնարարվել է իրականացնել նշված բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը լիովին անվճար։ Նշված որոշումը փոխանցվել է պաշտոնական կողմերին։ Վրաստանը եղել է և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական հուսալի գործընկեր երկիր։ Մենք միշտ էլ եղել ենք և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակից, բացատրվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից։ Այսօր Լոնդոնում սպասում են Վոլոդիմիր Զելենսկիին, նա կհանդիպի Միացյալ Թագավորության վարչապետի հետ։ Հայտնի է, որ նրանք պետք է մշակեն մի ծրագիր, որը կպաշտպանի Ուկրաինան հնարավոր ռուսական ապագա ագրեսիայից։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը։